Նեմեսիսը դա արդարադատություն է առաջի հերթին միջազգային իրավունքի տեսակետից, դա ազգային արժանապատվություն է, պատժի անխուսափելիություն է, դա մեր հպարտությունն է, ինչ է նշանակում 1.5 միլիոն մարդու կոտորել, տեղահան անել եւ պատասխան չլինի։ Իհարկե մենք սպասում ենք պատասխանին, բայց աշխարհը լուռ էր։ Հետաքրքիր է ձեր հանդիպումը Հասան Ջեմալի, Ջեմալ Փաշայի թոռան հետ, ինչ զգացումներ ու մտքեր ունեիք այդ պահին, խնդրում եմ մի փոքր պատմեք այդ մասին։ Զգացումները երկակի էին, որպես Ջեմալ Փաշայի թոռ ինձ համար իհարկե շատ տհաճ էր, որովհետև ես գիտեի, որ իր պապը ինչ է արել, նա մեր ժողովրդի, ես արդեն որպես մեր ժողովրդի զավակ եմ խոսում, մեր ժողովրդի հիմնական գլխավոր ոճրագործներից մեկն է եղել։ Իսկ մյուս տեսակետից ես ունեի մի փոքր առավելություն, որովհետև նա գիտեր, որ իմ պապիկը իր պապիկին սպանել է եւ նա գիտեր ինչի համար է դա արել։ Եվ այստեղ հնարավորություն էր տրվում երկխոսությունը ավելի ուրիշ հարթությամբ քննարկել, որովհետեւ ինքը հասկանում էր արդեն ում հետ գործ ունի, ինքը հասկանում էր ինչա կատարվել, շատ լավ գիտեր եւ արդեն շատ ավելի հեշտ էր իմ ու իր խոսակցությունը։ Ես մի դրվագ պատմեմ, ես իրեն ասեցի, ուզում ես պատմեմ քեզ վերջի պահին պապիկիդ գործողության ժամանակ, սպանության մի քանի վայրկյան առաջ իմ պապիկը քո պապիկին ինչ է ասել։ Եվ նա այսպես զարմացավ, դադար վերցրեց եւ համաձայնվեց, որ ես պատմեմ։ Ես պատմեցի հետեւյալը. 15 թվականին Էրզրումցի կանանց ծերերին, երեխաներին տեղահանում էին հարյուրավոր կիլոմետրներով դեպի Սուրիա Տերզորի անապատներով։ Եվ այդտեղ անապատում իր պապիկը հրոսախմբով իր զորախմբով այդտեղ է լինում եւ Էրզրումցի կանայք հանդիպում են խնդրում Ջեմալ Փաշայից։ Նա գալիս է եւ հանդիպում է Էրզրումցի կանանց հետ։ Ինչ են ասում Էրզրումցի կանայք։ Ասում են, որ մենք անզեն ենք, անօգնական ենք, այստեղ ծերերեն եւ երեխաներն են։ Մի մասն էլ հիվանդությունից մահացել են, մի մասը իրանց երեխաներին գցել են գետը, որպեսզի չարժանանան այն ինչ որ մենք ենք արժանանում։ Մի արա Փաշա, եւ մեր զավակները, եղբայրները քո վրեժը քեզանից կլուծեն։ Դե ասեցի բնականաբար քո պապիկը չլսեց այդ խոհեմ հայ կնոջ հորդորը խնդրանքը։ 7 տարի հետո սպանությունից մի քանի վայրկյան առաջ Արտաշես Գևորգյանը եւ Պետրոս Տեր-Պողոսյանը բղավելով հիշեցնում են. հիշիր Տերզորը, հիշի Ուրֆան, հիշեցնելով այն հայտնի հայ կնոջ եւ իր պապիկի այդ հայտնի խոսակցությունը, որը մի դրվագ էր այդ ամբողջ ցեղասպանությամբ։ Դրանից հետո նա երկար լռեց, իրար մենք նայում ենք իրար աչքերի մեջ եւ երկուսս էլ հասկանում ենք, որ ինչն էր պատճառը։ Արժանի հատուցումը։ Մեր ժողովուրդը մեր կողմից ես հաստատ համոզված եմ, որ ինքը միայն արժանապատվության պայմաններով կգնա։ Իսկ ո՞րն են այդ պայմանները։ Այդ պայմաններն են, երբ որ հարևան ժողովուրդը 100 տարի առաջ իրենց իշխանությունների կատարած ոճրագործությունը ընդունի։ Այսինքն ինչպես եք դուք մտածում, որ 1.5 միլիոն հայ են կոտորել եւ մենք գնանք իրենց հետ առանց որևէ բանի հաշտեցում լինի։ Հաշտեցումը լինում է, երբ որ ընդհանուր որոշակի հասկացողություններ են լինում։ Այո, իմ եւ Ջեմալ Փաշայի թոռան խոսակցությունը այդ մերձեցման բաղադրիչներից մեկն էր, բայց այստեղ մեր կողմից ամբողջությամբ արժանապատվության հիմքերի վրա էր գնում այդ մերձեցումը, այդ խոսակցությունները, այդ դիալոգը։ Ես գտնում եմ, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի գնանք այդ մերձեցմանը։ Գլխիկոր չեն գնում բարեկամության, չեն գնում հարևանության։ Նեմեսիսի հուշարձանը խաղաղությանը չի խանգարում, այլ հակառակը նա օգնելու է, նայած որ տեսակետից եք դրան նայում։ Այդ տեսեք, աշխարհի 30-ից ավել պետություններ եւ հզոր պետություններ ճանաչել են հայոց ցեղասպանությունը իրենց պարլամենտների միջոցով։ Իսկ ինչ է ճանաչել ցեղասպանությունը, իրենք չէին հասկանում, որ այդ ցեղասպանությունը կազմակերպիչներ ունի, քաղաքական կազմակերպիչներ ունի։
Իսկ ինչ էին մտածում այդ քաղաքական այդ կազմակերպիչներին, որոնք որ ման էին գալիս հանգիստ Եվրոպաներով, այդպես էլ պետք է իրենք շարունակեին իրենց կյանքը, մտածեն երկրորդ ցեղասպանություն նաև կազմակերպեին։ Այնպես որ հետևանք է ցեղասպանության ճանաչումը աշխարհի կողմից, հետևանք է, որ նաև պետքա ճանաչել այդ ոչրագործների արարքը։ Դա պետք է արվեր միջազգային դատարանների կողմից։ Եվ միջազգային դատարանները չարձագանքեցին, արձագանքեց միայն Թուրքիայի ռազմական ատյանի դատարանը, մահապատժի ենթարկեց, բայց իրանց տեղափոխեցին եվրոպաները, այդ մարդիկ ման էին գալի իրենց համար, ինչ էր մնում հայոց զավակներին, ինչ էր մնում։ Մնում էր այդ պատասխանը տալ։ Իսկ ասեմ ձեզ, ո՞նց եք մտածում, ցուցակ էր կազմվել, իսկ սև այդ արված գործերի ռեյտինգային ցուցակ։ Տրապիզոնի նահանգապետը 40-րդ համարում էր, որովհետև նա 300 երեխա էր տարել ծով եւ խեղդել է ծովում։ Իսկ Երզնկայի падգամավորը կազմակերպիչ էր 800 երեխայի, նա 32-րդ տեղում էր։ Դուք հասկանում եք, աշխարհը հասկանում է հայ ժողովուրդը ինչ իրավիճակում է հայտնվել եւ մտածում եք, որ Արամ Երկանյանը, Արշավի Շիրակյանը այսպես պետքա լռեին, հա։ Եվ հայ ժողովուրդը լավ թող բոլորը լավ իմանան, հայ ժողովուրդը ոչ մի ոչրագործություն չի լռելու, դա կլինի հայերի նկատմամբ, ոչ հայերի նկատմամբ, որտեղ ցեղասպանությունը ոչ թե հայերի նկատմամբ ցեղասպանություն էր, ոչրագործություն, այլ մարդկության դեմ։ Ինչպես միշտ հայերս այդ արհավիրքը առաջին ենք վերցնում մեզ վրա, բայց լավ իմացեք, որ մեր ազգը քաղաքակրթության հիմնադիրներից մեկն է համարվում եւ մենք թույլ չենք տա, որպեսզի քաղաքակրթության վրա ձեռք բարձրացնեն։ Նամանավանդ մեր մայրերի, տատերի, ծերերի վրա, մեր հողի, մեր ջրի, մեր հավատքի, մեր եկեղեցու, մեր գյուղերի, գիտեք քանի վարժարաններ են իրենք քանդել ու ավիրել։ Սա է մարդկության այդ լռությունը, որ լռում է, եւ հայերը վերցրեցին իրենց վրա այս մարդկային բեռը։ Եվ ես շատ ընկերներ ունեմ ոչ ազգությամբ հայ, որոնք ինձ ասում են տարբեր երկրների ազգության ներկայացուցիչներ, որոնք ասում են, որ մենք հպարտանում ենք, որ այսպեսի հայ ընկեր ունենք, որ հայ ժողովուրդը այսպեսի կարողացել է այդքան արհավիրքից հետո պետականություն չունենալուց հետո հավաքվել եւ այս արժանի պատասխանը տալ եւ մենք էլ դրանով հպարտանում ենք, որովհետեւ մենք ասում ենք ոչ ոչրագործությանը, ոչ ցեղասպանությանը։